Անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք եւ աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում։ Հունիսի 12-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այդ գաղափարն է լինելու սոցիալական ծառայությունների հիմնական աշխատանքը եւ դրա համար պետք է կրթական աշխատանքներ կատարել, այնուհետեւ անձին աշխատանքի նախնական փուլի տանել եւ հիմնական աշխատանքի ընդունել։ Մենք չպետք է հանդուրժենք, որ համակարգն իներցիայով մարդկանց պահի աղքատության վիճակում։ Համակարգի իմաստը պետք է լինի մարդուն աղքատության շեմից դուրս բերելը, կրթվելու եւ աշխատելու միջոցով, ասել է Փաշինյանը։ 2025 թվականին Հայաստանը որպես դոնոր ներգրավված է Ասիական զարգացման հիմնադրամի 13-րդ եւ տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի 8-րդ կանոնավոր համալրման համար։ Այդ նպատակով այս տարի Ասիական զարգացման հիմնադրամին կվճարվի $1 միլիոն։ Որպես դոնոր Ասիական զարգացման հիմնադրամի ռեսուրսների համալրմանը Հայաստանի շարունակական մասնակցությունը կդիտարկվի որպես Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու քայլ։ Կառավարությունը հաստատել է տնամերձ հողամասերում այգեհիմնման եւ ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը։ Ծրագրի շահառուներ կարող են լինել առնվազն 100 քառակուսի մետր եւ ավելի, մեկ ամբողջական ծառերից եւ այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։ Ցանկացողները ծրագրին մասնակցելու նպատակով մինչեւ 2025 թվականի հուլիսի 15-ը պետք է դիմեն համայնքի ղեկավարին եւ կնքեն պայմանագիր։ Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ էկոնոմիկայի նախարարություն 95%, համայնք կամ շահառու 5%։ Հարավկովկասյան երկաթուղին 2024-ի համեմատ 38.9 միլիոն դրամով ավելի շատ սուբսիդիա կստանա կառավարությունից։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հարավկովկասյան երկաթուղի ՓԲ-ի կողմից վճարվող կոնցեսիոն տարեկան վճարը ծրագրավորվածից ավելի է եղել։ Այդ պատճառով ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց Հարավկովկասյան երկաթուղի ՓԲ-ին սուբսիդիայի տրամադրում միջոցառման համար կհատկացվի 38.9 միլիոն դրամ։ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2025 թվականին գլոբալ տնտեսական աճը կդանդաղի մինչև 2.3%, ինչը կլինի ամենացածր ցուցանիշը 2008 թվականից ի վեր։ Տեմպի նվազման հիմնական պատճառներն են Միացյալ Նահանգների կողմից կիրառված մաքսային տուրքերն ու աճող առևտրային լարվածությունը, որոնք խաթարում են ներդրումային վստահությունը եւ շուկաների կայունությունը։ 2024 թվականին ոսկին գերազանցել է եվրոին եւ դարձել երկրորդ ամենապահանջված ակտիվը համաշխարհային կենտրոնական բանկերի միջազգային պահուստներում։ Ոսկու մասնաբաժինը հասել է 20%-ի կենտրոնական բանկերի կողմից ակտիվ գնման եւ ոսկու գների աճի արդյունքում։ Եվրոյի մասնաբաժինը կազմել է 16%, իսկ դոլարինը 46%։ Չինաստանի կառավարությունը օրենքին համապատասխան հաստատել է հազվագյուտ մետաղների արտահանման մի շարք հայտեր։ Միևնույն ժամանակ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները կշարունակեն պահպանել երկխոսությունը, նվազեցնել թյուրըմբռնումները, ամրապնդել գործակցությունը եւ համատեղ խթանել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների կայուն եւ երկարաժամկետ զարգացումը։ Բելարուսի կարտոֆիլի պակասը ստեղծվել է արհեստականորեն եւ ներքաղաքական պատճառներով, ասել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երբ պետական վերահսկողության կոմիտեն ստուգեց որոշ թվեր, պարզվեց, որ դա քաղաքականության հարցեր, նշել է Բելարուսի առաջնորդը։ Ըստ նրա կարտոֆիլը բավարար էր, բայց այն ինչ որտեղ պահվում էր, ցույց տալու համար, որ ինքը նպաստել է գների թանկացմանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024-ի ընթացքում ուսումնասիրել է 120 պաշտոնատար անձի բարեվարկությունը, մինչդեռ 2023-ին կատարվել էր ընդամենը 54 դեպքի ուսումնասիրություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարող Մարիամ Գալստյանի խոսքով, թվի նման աննախադեպ աճը հիմնականում կապված է պաշտոնատար անձանց կողմից թույլ տված առերևույթ շահերի բախման դեպքերի աճի հետ։ 8 դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք նախքան որոշում ընդունելը կամ գործողություն կատարել արդեն իսկ պրակտիկային ձևավորել եւ դիմում են հանձնաժողովին, խնդրում են, որպեսզի մենք ուսումնասիրենք, եթե շահերի դեպք կարգա չէ, հայտարարում են դեպքի մասին եւ արդեն անցնում են գործընթացների շարունակմանը։ Հանձնաժողովն իրականացրել է նաև 40 ուսումնասիրություն պաշտոնյաների պաշտոնի հետ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ, ապա կատարել է մշտադիտարկում սուբյեկտ վերցնելով մարզպետներին ու նրանց տեղակալներին 105 պաշտոնյայի։ Նրանցից 40-ի ընտանիքի անդամները ըստ
հանձնաժողովի զբաղվելիս են եղել ձեռնարկատիրական գործունեությամբ։ 9 դեպքով պաշտոնյային փոխկապակցված անձինք առևտրային կազմակերպություններ կամ անհատ ձեռներեցներ են մասնակցել եւ հաղթող ճանաչվել համայնքային գնումներին։ 7 դեպքով փոխկապակցված անձինք հաղթող են ճանաչվել հենց նույն համայնքում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել։ Պաշտոնատար անձանց գույքային դրության հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովման, կոռուպցիոն հնարավոր ռիսկերի վերահանման եւ զսպման նպատակով իրականացվել է հայտարարագրերի վերլուծություն, ընդ որում ԶԼՄ բոլոր հրապարակումները եւս հանձնաժողովի կողմից հասցեագրվել են համապատասխան ստուգման միջոցով։ Նախորդ տարվա ընթացքում բարևարկության համակարգի տարերի առնչությամբ դիմումների եւ մեդիա հրապարակումների հիման վրա հանձնաժողովում իրականացված 120 ուսումնասիրություններից 59 կայացվել է մեդիա հրապարակումների հիման վրա 58 դիմումների, 3-ը հանձնաժողովում իրականացվող այլ գործընթացների շրջանակներում արձանագրված խախտումների դեպքով։ Մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր Սյունիքի եւ Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար։ Պայմանավորված այն հանգամանքով, որ անապահովության գնահատման նոր համակարգը փորձարկվում է նշված 2 մարզերում, ծրագրի շրջանակում գործատուներին կտրամադրվի աջակցություն տվյալ մարզերում շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղությամբ՝ ուսուցում եւ աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ապահովում եւ աշխատանքի տեղավորում, աշխատավարձի սուբսիդավորման միջոցով։